Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Սրդի ու ոգի բեդությունը, նախագահ Արմինակ Աբրահամյանի դեսթագանը, Չարպանակ կղզի հնագույն ճանապարհը զսկուշացում այցելուներուն, Մուհամեդ Մարգարեի քրությունը եւ հայ ժողովրդի իրավունքները։ Եթե գործընծնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Նոյեմբեր 25-ը Մոնտե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Ադրբեջանցիները գվախնան հայերեն, որովհետեւ գիտեն, թե օր մնալ իրենց երևանյան գամակատար պիտի չլա։ Միհրան Հակոբյան, Գյումրիի որբերու քաղաքը, փոքրիկ գյուղի մեծ իրադարձությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան իր վերջին հարցազրույցին մեջ կգիսվի իր մտածողության եւ առաջնորդման փիլիսոփայությամբ, որ ձևավորված է թե անձնական փորձառուտեն է, թե ընտանիքեն ժառանգած արժեքներեն։ Իմ սերը հողին, հայության եւ բնության հանդեպ է։ Ովևէ գործի մեջ, եթե հոգի չտնես, աներբեք ամբողջական չի դառնար, գսե նախագահը։ Մարդարվեստի բազմամյա մասնակետը լալով Արմինակ Աբրահամյանը գշեշտ է, որ յուրաքանչյուր շարժում ունի իր հայկական խորքը, տանտաղ ու գիտակցված ընթացք, շունչ, հոգի, նպատակ եւ ամբողջականություն։ Եթե կյանքը ճիշտ ապրենք, մեր յուրաքանչյուր քայլը արժեք պիտի ունենա։ Լա աշխատանք, ճանապարհ կամ պետության պաշտպանություն։ Խոսելով պատերազմի եւ պետականության բաբանման մասին, անգշեշտ է. ժողովուրդը պետք է պաշտպանել ոչ միայն ուժով, այլ նաեւ սիրտով եւ հոգիով։ Պետականությունը ներսեն կսկսի։ Հորս կողմէ ջանցած եմ մեծ մորս եւ մեծ հորս։ Մեծ մայրս Էրզրումեն էր, իր մեջ կգրեր Էրզրումի չերմությունը եւ այդ չերմությամբ ալ հետս կշփվեր, գսե Արմինակ Աբրահամյան։ Մանկության օրերու փոքրիկ պարտեզին մեջ կանգնած Իրանի ծառը անոր համար դարձած է ընտանեկան արժեքներու եւ ազգային կապվածության խորհրդանիշ։ Մեծ մայրը մշտապես աշխատող եւ երկող, տունը գլեցներ հույսով եւ խաղաղությամբ։ Բաբիկը ֆեդայի էր եւ գբահբաներ ֆեդայական երկերու ավանդույթը։ Ընտանիքին համար Բարդեզը առանցնագի նշանակություն ուներ։ Անոնք կապրեին Պանյո քաղաքը եւ այնտեղեն ալ 1971 թվականին Արմինակ Աբրահամյանը առաջին անգամ գայցել է սովետական Հայաստան։ Գիրովականի մեջ կհանդիպի իր մեծ մոր եղբոր հետ, ով զինք 3 օրով գտանի Երևան։ Այդ պահին իսկ անգսկա, որ իր շուրջը գդիրե առանձնահատուկ եւ հարազատ միջավայրը։ 1988 թվականի երկրաշարժը կփոխե իր կյանքը։ Անխորաբես կսկա հայրենիքի գանչը եւ գիտակցի, որ Հայաստանը իր գարիկն ունի։ Ան կորոշե, որքան հնարավոր է շուտ գալ Հայաստան օգնելու։ Ան կսկսի զարգացնել հայ ջամփա մարդարվեստը, դասավանդելով Երևանի եւ Հայաստանի դարբեր վայրերու մեջ։ Նույն տարիներուն կհանդիպի նաեւ Լեոնիդ Ասկալտյանին։ Ամփոփելով Արմինակ Աբրահամյանը գշեշտ է. Պետությունը կբահվի 3 ուժով՝ սիրով, գիտակցությամբ եւ արմատներով։ Ասոնք են ըստ իրեն այն հիմքերը, որոնք պետք է առաջնորդեն յուրաքանչյուր հայու, միավորելով անցյալը, ներկան եւ ապագան։ Վանա լիճի ջուրերու մագարտակի նվազման հետևանքով Չարպանակ կղզիի վրա բացված է գդու ցվանք տանող մոտ 1 կիլոմետր երկարությամբ հնագույն ջամփամը, որը դարձավ հետաքրքրության կենտրոն, հատկապես Արևմտյան Հայաստանի հայերու շրջանին, որոնք կայցել են պատմական վանական համալիրներ իրենց մշակութային ժառանգությունը մոդեն տեսնելու համար։ Դուշպայի համայնքը սակայն կնախազգուշացնե նշելով, թե ջամփան վտանգավոր է պայմանավորված ուժեղ ջրային հոսքերով։ Քաղաքապետարանը դեղատրած է թրքերեն քրդերեն ցուցանակներ եւ հստացուցած է հսկողությունը հնարավոր ողբերգությունները խուսափելու նպատակով։ Հույս ունին, որ կդեղատրվի նաև հայերեն ցուցանակներ։ Դեղական իշխանությունները գոչն է, որ այցելուները ջուր չմտնեն եւ երեխաներուն չարդոնեն անցնել հնագույն ջամփայով։ Յուրաքանչյուր փրկված կյանք մեզի համար մեծ արժեք ունի, կնշեն անոնք։ Այսուհանդերձ արևմտահայ այցելուները կշարունակեն մեծ զսկուշությամբ դիտարկել եւ ճանչնալ իրենց պատմական ժառանգությունը։ 626 թվականին Մուհամեդ Մարգարեն հատուկ քրություն մղրկեց, որով հայերը ջանցված էին իբր այն ոչ մահմեդական ժողովուրդներն մեկը, որոնց իրավունքները պետք է պաշտպանվեին իսլամի շրջանակներուն մեջ։ Անոնց կարելի չէր սպանել, գողոպտել, հողերեն կամ գրոնեն զրկել ազգային պատկանելիության պատճառով։ Այս քրությունը Երուսաղեմ հասուց Օմար իբն Ալ-Խաթաբը, որը կբահվի Երուսաղեմի հայոց պատրիարքության արխիվին մեջ։ Իսլամի սկզբունքներուն համաձայն հավատացյալ մահմեդականը բարտավոր է հնազանդել Մարգարեի հրահանգներուն։ Ինչպես կնշվի, այդ հրամաններուն կհետևեր նաև Սալահ ալ-Դինը, երբ ան գրավեց Երուսաղեմը։ Սալահ ալ-Դին քրությունը ցկած է, ուր կնշվի, թե եկեղեցիները եւ աղոթատուները պետք չէ կանտվին եւ հարկ չկա ստիպելու քրիստոնյաներուն ընդունել իսլամը։ Այնուամենայնիվ, պատմությունը կվկայե, որ հետագա տարերուն մահմեդական թուրքերը իրենք իսկ խախտեցին այս հրամանները։ 1915 թվականին Օսմանյան գայսրության վարչագարկին ցերկով սպանվեցավ 2 միլիոնի ավելի հայ, հողերը բռնագրավեցան, եկեղեցիները ոչնչացվեցան եւ քրության
ազատության մեջ ամրագրված սկզբունքները ամբողջովին ոտնահարվեցան։ Այս փաստաթուղթը եւ անոր խախտումներուն պատմությունը կհիշեցնեն, թե հայ ժողովուրդը բազմատարյա ծանր փորձառություն ունեցած է իրավունքներու եւ կրոնական ազատության հարցերուն մեջ։ Իսկ Մուհամմեդ Մարգարեի քրությունը վկայություն է այն արդարության մասին, որը պատմության ընթացքին երբեմն ոտնահարված է քաղաքական շահերու պատճառով։ Նոյեմբեր 25-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, հռչակավոր հրամանատար Մոնտե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Ան կդառնար 68 տարեկան։ Մոնտե Մելքոնյան ծնած է 1957 թվականի նոյեմբեր 25-ին Միացյալ Նահանգներուն մեջ։ Ան Արցախյան պատերազմի հրամանատար էր, Հայաստանի ազգային հեղափոխական գաղտնի բյուրոյի նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարին գործուն մասնակից։ Իր հայրենանվեր գործունեության համար ան արժանացած է Հայաստանի եւ Արցախի հանրապետություններու ազգային հերոսի բարձրագույն կոչման։ Բացառիկ կարողություններով հայ մտավորական ու Արցախի ազգային հերոսը ծնած է Կալիֆոռնիա մեջ։ Երիտասարդ տարիքեն հետաքրքրված է ճապոնական մշակույթով, ուսանած է Ճապոնի եւ Կորեայի մեջ, այցելած է Վիետնամ լուսանկարելով պատերազմը։ Բերկլիի համալսարանին մեջ ստացած է հնագիտության եւ ասիական պատմության գրթություն եւ հիմնած հայ ուսանողական միությունը։ Մոնտեն խորաբես ուսումնասիրած է հայրու դեմ իրականացված ցեղասպանությունը եւ ասպուրականի հնավայրերը։ 1970-80-ական թվականներուն մասնակցած է Մերձավոր Արևելքի հայկական ինքնապաշտպանական պայքարին, միացած է ասալային, գրած է հոդվածներ հայ ազգային հարցերուն մասին, դիրապետած է քանի լեզուներու։ Մոնտե Մելքոնյանի նվիրված են բազմաթիվ երգեր եւ ֆիլմեր, անոր խոսքերեն մեկը դարձած է պատգամ սերունդներուն համար։ Եթե գործընծնենք Արցախը, մենք կտերտենք հայոց պատմության վերջին էջը։ Պատմաբան Միհրան Հակոբյան կգրե, թե ադրբեջանական քաղաքացիական հասարակության մասին իշխանական քարոզչությունը գեղձիկ մնե։ Ան կնշե, որ Ադրբեջանը գոշտ բռնկալություն մնե առանց իրական ընդդիմության, ուր քաղաքացիական հասարակություն կոչվածը հիմնականին մեջ կփաղանա ուժային կառույցներու ներկայացուցիչներեն, որոնք մասնակցած են էթնիկ զուդումներուն։ Հակոբյանի խոսքով Բաքու գրգված Նիկոլական խումբին այն բնդումները, թե հայերն ու ադրբեջանցիները շատ նման են եւ ադրբեջանցիները վախնալիք չեն, հերու են իրականութենեն։ Ըստ անոր հայ հասարակությունը չի վախնար ադրբեջանցիներեն, այլ անոնց հետ ովևէ գործընթացի մեջ Նիկոլի գլխավորութենեն։ Ան գավելցնե, թե իրականության մեջ ադրբեջանցիներն են, որ կվախնան հայերեն, որովհետեւ ներկուստ կգիտակցին, թե ապակային գրնան փախիլ իրենց համար անցանկալի հետևանքներու։ 1915-1916 թվականներուն Ալեքսանդրապոլի մեջ ներկայիս Գյումրի ստեղծվեցավ պատմության ամենամեծ որբանոցերեն մեկը, որ ճանցվեցավ իբրև որբերու քաղաք։ Հոն Աբաստան կդան հազարավոր հայ որբեր փրկված հայերու ցեղասպանութենեն։ Այս օրերը վավերագրած է գերմանացի բժիշկ եւ մարդկային իրավունքներու պաշտպան Արմին Ուիգները։ Ան ծառայած է գերմանական ռազմաբժշկական բաժնին մեջ եւ անցամբ ականադես դարձած է Օսմանյան կայսրության մեջ հայերու դեմ իրականացված ցեղասպանության։ Մեծ վտանգներու դակ ուեկները գաղտնի լուսանկարած է որբերն ու գաղթականները պահպանելու պատմական հիշողությունը։ Ախալքալակի փոքրիկ գյուղերեն մեկուն մեջ օծվեցավ խաչը, որ դեղատրված էր դրնգա գյուղի բնակիչներուն համատեղ չանքերով։ Վիթխարի խաչը փլուրի վրային գնայի մոտ 20 ընտանիք ունեցող դրնգայի փոքրիկ գյուղին։ Խաչի շրջակայքը բարեկարգված է, բնակիչները հրավիրած են երաժիշտներ։ Խաչը օծեց հայ արաքելական եկեղեցու հոգևորական Դեր Դավիթ Քահանա Գյուրեղյան։ Դրնգայի բնակիչներուն խոսքով գյուղին մոտ խաչի դեղատրումը մեծ ուրախություն մնե այս փոքր համայնքին համար, ուր ուրախության առիթները քիչ են, իսկ խնդիրները բազմաթիվ։ Խաչի օծումեն ետք բնակիչները աղոթեցին Ջավախքի, Հայաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի խաղաղության համար։ Գյուղացիներուն եւ դրնգայի հյուրերուն համար պատրաստվեցավ ջաշկերույթ, ավանդական ուտեստներով եւ մատաղով։ Միջոցառումը եզրափակվեցավ Ջավախքին նվիրված հայկական երաժշտության ներկու կազմակերպված բարերով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։